Դուք գիտեք, հարգելի բարեկամներ, արդեն թե ինչ հսկայածավալ կոռուպցիա է եղել Արցախում, թե ինչպես են հայ ջոչերը, Արցախի պաշտոնյաները, Հայաստանի պաշտոնյաները գումարներ կպցրել, այլ կերպ ուղղակի հնարավոր չէ ձևակերպել Արցախի լուծարումով։ Գումարներ կպցրել։ Ուրեմն 23 թվականի դեկտեմբերի կառավարության որոշմամբ, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ Արցախում տրված վարկերը հեչ են արվում։ 70%-ը ստանձնում է կառավարությունը, 30%-ը բանկի հետ դուրս են գնում։ 320 միլիարդ դրամի վարկ, $800 միլիոն մոտավորապես։ 23 թվականի ապրիլ ամսին, երբ դեռ էթնիկ զտում չէր տեղի ունեցել Արցախում, ուրեմն Արցախի պետնախարարը ելույթ է ունենում եւ ասում է, որ ամբողջապես այս պայդրությամբ Արցախի ներդրումային հիմնադրամին ժամկետանց միայն պարտավորությունների թիվը կազմում է $400 միլիոն։ $800 միլիոն գումարը $400 միլիոն, ու այստեղից կարելի է հանել այն մարդկանց փոխառությունները, վարկերը, պարտավորությունները, որոնք սովորական մարդիկ են, այս երկու դրվագով միայն արկա է մոտավորապես $1 միլիարդ առերևույթ կոռուպցիա, հարգելի բարեկամներ։ Փաշինյան Նիկոլ, դու խոսում ես նախկին թալանչիներից գողոնը հետ բերելու համար մի կողմից, բայց մյուս կողմից ջրում ես նախկին թալանչի կաշառակեր կոռումպացվածների վարկերը, պարտավորությունները։ Սա ինչպես պետք է հասկանալ։ Բանկերի լիկվիդայության համար է սարել, դե հրապարակի այն անձանց ցուցակը, ովքեր պարտքեր են ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամին, հրապարակի այն մարդկանց ցուցակը, ովքեր վարկեր են ունեցել Արցախում գործող բանկերին։ Հրապարակի ուղղակի, բանկային գաղտնիքը չի կարելի հրապարակել, այսինքն ամեն ինչը դու խախտում ես, բայց բանկային գաղտնիքի մասին օրենքը չես խախտում։ Իսկ կարող է, եթե հրապարակես կպարզվի, որ օրինակ Սերժիկի կրտսեր Փեսեն Արցախի ներդրումային հիմնադրամին պարտք է ունեցել մոտավորապես $50 միլիոն, եւ այդ պարտքի բեռը դրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Իսկ կարող է, եթե հրապարակես պարզվի, որ քո ասած կալուգացի Սամոն Արջին բանկին պարտք է ունեցել $30 միլիոն, եւ դրա բեռը եւս դրել ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Իսկ կարող է, եթե հրապարակես պարզվի, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունների ժամանակ Արցախից Հայաստան բերված զորքերի հրամանատարները ունեցել են բազմամիլիոնանոց վարկերու պարտավորություններ, փոխառություններ, եւ դրա բեռը եւս դրել ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Օրինակ Սպեցնազի Գագիկ Սարգսյանի պարտավորությունները ֆինանսական, օրինակ քո սիրած Օգանոսկու պարտավորությունները։ Կարող է այդպիսի բան պարզվի, ժողովրդավարության բաստիոնի ոչ ու բարով վարչապետ, Պատստավնոյ վարչապետ, ով հայտնվեց այդ աթոռին, որովհետև կեղտոտ գործ կար անելու եւ ընտրեցին ամենանեգ գործակալներին, ովքեր գերակատարում են։ Հրապարակի Փաշինյան Նիկոլ անուններն ու ազգանունները, հասցեները, ինչու՞ չես հրապարակում։ Կարող է, եթե հրապարակես պարզվի, որ Հովիկ Աբրահամյանի որդին $20 միլիոն պարտավորություն է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամին, որի բեռը եւս դրել ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Կարող է այդպիսի բան ստացվի, Փաշինյան Նիկոլ։ Իմիջայոց հարգելի բարեկամներ, պիտի ասեմ, որ մարտի 1-ի այդ ողբերգության, հանցագործության պարագլուխները եղել է Սերժ Սարգսյան տեղում եւ Հովիկ Աբրահամյան, եւ որպես նախագահ աշխատող, Ռոբերտ Քոչարյան, ով ըստ էության ենթարկվել է այս մարդկանց։ Նախագահ է աշխատել Ռոբերտ Քոչարյանը, Սերժի մոտ բանից պարզվում է։ Մարդով պիտի աներ ամեն ինչ, որպեսզի ընտրությունները անցնեին արդար, այդ ժամանակ
բայց աշկ է փակել բոլոր այլանդակությունների վրա, որն իրականացրել է Սերժիկ Սարգսյանը։ Ու մինչև հիմա չի խոսում այդ ամենի մասին, ասում է ինքը իմ պրիեմնիկն էր։ Հիմա հարգելի բարեկամներ, Արցախում գործել են, ես դες բազմաթիվ անգամներ ասել եմ, որ եղել են մարդիկ, նախ սա առաջին անգամ ես լսել եմ հենց Փաշինյանից, ով կառավարության շենքում հարցազրույց տալիս, ասես եղել են մարդիկ, ովքեր հեկերը վաճառել են ադրբեջանցիներին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Ու որևէ մի падգամավոր չի հարցնում, դու ինչ իրավունքով ես նախ չէ ձերբակալել այդ կոլաբորանտներին մեկ, ինչու այդ կոլաբորանտները ձերբակալված չեն, եւ երկրորդ, ինչ իրավունքով ես դու այդ մարդկանց կոմպենսացիա տվել բյուջեից։ Կոմպենսացիա նշանակում է, որ մարդը կրել է տնտեսական վնաս եւ դու փոխհատուցում ես։ Եթե մարդը տնտեսական վնաս չի կրել, դու ինչ իրավունքով ես փոխհատուցում բյուջեից այդ մարդկանց։ Որևէ մեկը այս հարցը չի տալիս։ Ինչու պիտի տա, եթե վաճառողները աֆիլացված են իրենց հետ։ Արցախում գործել է իմ ունեցած տվյալներով, հարգելի բարեկամներ, 39 հեկ։ Ուրեմն ինչքան տեղյակ եմ, այս հեկերի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջապես, ինչքան գիտեմ ամբողջապես, կառուցված է եղել փոխառություններով, պարտք են վերցրել Արցախի ներդրումային հիմնադրամներից եւ կառուցել են։ Այս 39 հեկից հարգելի բարեկամներ, 3-ը օրինակ կառուցվել է Արցախյան քարորիայից հետո։ Մեկը եղել է Սերգեյ Գրիգորյանի հեկը, ով աշխատել է Արցախի ներքին գործերի փոխնախարար։ Երկրորդ հեկը, որը կառուցվել է Արցախյան քարորիայից հետո, Աղվան Հովսեփյանի տղային պատկանող հեկն է եղել։ Էլի իմ ունեցած տվյալներով կառուցվել է փոխառության միջոցով։ Երրորդ հեկը Արտակ Բալայանի հեկն է։ Արտակ Բալայանը հիմա Արցախ բանկի նախագահն է։ Ամսական աշխատավարձը մոտավորապես $50,000։ Սա իմիջիայլոց հարգելի բարեկամներ, թե ինչ ինտենսիվությամբ են կառուցվել հեկերը Արցախում, նույնիսկ Արցախյան քարորիայից հետո։ Էլի եմ ասում 39 հեկից համարյա բոլորը եղել են կառուցված փոխառությունների միջոցով։ Հիմա մեծ կրիմինալը, հարգելի բարեկամներ, այդ 39 հեկերից որոշները օրինակ գտնվել են Լաչինի շրջանում։ Դավիթ Լոքյանին պատկանել է Լաչինի շրջանում կառուցված հեկերից մեկը։ Փոխառությունների միջոցով կառուցված։ Ուրեմն այս հեկը իմ ունեցած տվյալներով Արցախյան ողբերգությունից հետո վաճառվել է ադրբեջանցիներին, հարգելի բարեկամներ։ Հեկը կառուցված է եղել փոխառությամբ, հեկը վաճառվել է ադրբեջանցիներին եւ փոխառությունը չի փակվել։ Սա նշանակում է հեկը մի կողմից դու վաճառում ես ադրբեջանցիներին, մյուս կողմից փոխառությունը չես փակում, սա նշանակում է դու ստանում ես կոմպենսացիա Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Երկրորդ հեկը, հարգելի բարեկամներ, որը գործել է Արցախում, էլի պատկանել է դաշնակ մաշնակներին։ Վաճառվել է էլի ադրբեջանցիներին $4 միլիոն փոխառությամբ է կառուցված եղել, էլի եմ ասում, էլի փոխառությունը չի փակվել։ Սա նշանակում է վաճառել ես ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունից դու ստացել ես կոմպենսացիա։ Ես ասում եմ փոխառությունները չեն փակվել, բայց բացառված չէ, որ փոխառությունները չփակվելուն զուգահեռ դու նաև կոնկրետ փոխհատուցում ստացած լինես արդեն ֆինանսական մուտքերի տեսքով, որպես վնասի փոխհատուցում, հասկանում եք, այսինքն երկակի փոխհատուցում է հնարավոր, բայց այն որ դու փոխառությունը չես փակել, սա արդեն ֆինանսական փոխհատուցում է կառավարության կողմից։ Այս երկու հեկերը գործել են Լաչինի շրջանում։ Այսպիսի կրիմինալի են արժանացել։ Հիմա հարգելի բարեկամներ, տեսնում եք ինչ է տեղի ունեցել։ Տեսնում եք պարլամենտը ինչպես է լռության տվել այս սոսկալի
հանցագործությունները։ Ուրեմն Լաչինում ասացի առաջին եկը Դավիթ Լոկյան, երկրորդ եկը Դաշնակներին։ Ուրեմն այս երկրորդ հեկի ճակատագիրը ընդհանրապես բացի նրանից, որ վաճառել են ստեղից փոխհատուցում են ստացել, ընդհանրապես աբսուրդ է, հա։ Ուրեմն վաճառում են ադրբեջանցիներին, հարգելի բարեկամներ, վաճառում են ադրբեջանցիներին։ Բան է եղել, Դավիթ Իշխանյանն է եկել։ Խոսքը վերաբերվում է երկրորդ հեկին։ Վաճառում են ադրբեջանցիներին, ստեղից փոխհատուցում ստանում են, բայց ադրբեջանցիներին չեն տալիս այն գույքը, որի վերաբերյալ պայմանավորվել են։ Տուրբինները այդ հեկերի բերում են Հայաստան տեղ գյուղ։ Եվ իմ իմացած տեղեկություններով Դավիթ Իշխանյանին թուրքերը ադրբեջանցիները ձերբակալել են հենց այս կրիմինալի պատճառով, որովհետև իրենց չեն հանձնել այն գույքը, որը վաճառվել է։ Դավիթ Իշխանյանը եղել է դաշնակ, աշխատել է Արցախի որպես Արցախի ազգային ժողովի նախագահ։ Սա երկրորդ հեկի վերաբերյալ։ Երրորդ հեկը Լաչինում գործող պատկանել է, փաստացի պատկանել է Արցախում երկար տարիներ, ուրեմն ազգային անվտանգության ծառայության տնօրեն աշխատած Արշավիր Ղարամյանին կամ Ղարամանյանին։ Այս հեկը վաճառվել է ադրբեջանցիներին 2.3 միլիոն դոլարով, կառուցված եղել փոխառությամբ, փոխառությունը ոչ միայն չի փակվել, այլ նաև հետագայում այս մարդը մնացել է Արցախում կարճ ժամանակ, 4 միլիարդ դրամի փոխառություն է ստացել Արցախի ներդրումային հիմնադրամից եւ մի հատ էլ փոխհատուցում է ստացել հեկի համար։ Սա Արցախում տեղի ունեցած հսկայամասշտաբ կոռուպցիայից ընդամենը մի հատված եմ ես ձեզ ներկայացնում, թե ինչպես են ուռապատրիոտ ներկայացողները այնտեղ վերջերս մի հատ դաշնակ մաշնակի հանդիպեցի, ասում էր ցուցակը բաները, ով ինչպես բան։ Լսում ես դաշնակ։ Տեսնում ես ցուցակը։ Տեսնում ես ցուցակը։ Ընդհանրապես դաշնակները հանրային վայրերում իրենց պահելու ձև չգիտեն։ Իրենք գիտեն, թե հանրային վայրը իրենց ընտանիքն է եւ իրենց տունն է, բայց մի օր իրենք իրենց այդպես պահելու համար խստագույնս պատժվելու են։ Խստագույնս։ Տեսնում ես, լսում ես դաշնակ։ Տեսնում ես, թե ինչ եք արել դուք այս ժողովրդի հետ։ Ու ինչպես է այս պարլամենտը լռության տվել այս հանցագործությունները։ Քոչարյան Ռոբերտ, դու ես ամենի հետ կապ չունես։ Քո հետ կոնկրետ աֆիլացված կուսակցության մասին է խոսքը գնում։ Եթե վաղը մյուս օրը ներքին գործերի նախարարը կոնկրետ փաստերով մտնի պետական հեռուստաընկերություն ու նաև ցույց տա, որ այս դաշնակների վերաբերյալ ներկուսակցական որևէ ակտ գոյություն չունի, հետևապես այս կուսակցությունները հիմքեր կա լուծարելու, հիմքեր կա օրենքից դուրս ճանաչելու։ Փաշինյան Նիկոլ, դու այս հանցագործությունները ինչպես ես ֆինանսավորել։ Պիտի մի օր դու կանգնես ասես, սա դու ես ֆինանսավորել, թե դու եղել ես այստեղ մարիոնետ եւ այս ամենը իրականացվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Սրա մասին պիտի խոսես, թե չէ։ Երկու դեպքում էլ դու հանցագործ ես, Փաշինյան Նիկոլ, երկու դեպքում։ Լսեք, օրերից մի օր հայը ազատվելու է ձեզ նման հայերի կառավարումից։ Ու այս ամեն ինչի ֆոնին դուք Արցախի համար բոզի լաց եք դնում, հա։ Դուք Արցախի համար բոզի լաց եք դնում, այս ամենից հետո դեռ մի հատ բան կա Տաշիր Սամվելի ցուցակում, մի խեղկատակ կա, կրիմինալից է խոսում 168-ում։ Բա խոսի Էդգար Ղազարյան, ինչու չես խոսում։ Այս Սերժաբոյ մի հատ լրագրող կա Դավիթ անունով, բա խոսեք, ինչու չեք խոսում։ Սերժը ֆինանսավորումը կդադարեցնի, հա Էդգար։ Դավիթ Սերժը ֆինանսավորումը կդադարեցնի, դրա համար չես հաչում ես թեմաների վերաբերյալ։ Դուք պատասխան եք տալու բլոգերներ, դեպուտատներ, լրագրողներ, խմբագիրներ, Անժելա Թովմասյան։ Ինչու չես խոսում այս թեմաների մասին։
Ինչու չեք խոսում այս թեմաների մասին։ Տեսնում եք ինչպես են լուծարել Արցախը ու միլիոններ կպցրել։ Ղարաբաղցիները չեն անողներն եղել։ Ղարաբաղցի կարել են, հայաստանցիներն էլ ֆինանսական աջակցություն են տվել Ղարաբաղցիներին, հայաստանցիներին, ովքեր գործել են Ղարաբաղում։ Հային պետք է փրկել ահա այս հայերից, ահա այս հարաբերություններից, հարգելի բարեկամներ։ Հային ուղղակի պետքա փրկել։ Դա Աստված հայը կարողանա հային փրկել, իսկ եթե ոչ թող օտարը փրկի։ Սա Դարի Աֆյորան է, որի մեջ մենք գտնվել ենք։ Դարի Աֆյորան։ Եվ վերջում մանդատները վերցնել, չվերցնել։ Եթե այս մանդատները պիտի վերցնեք, ինչ որ մեկը պիտի լինի մանդատը վերցնի այս թեմաներից խոսի, թող վերցնի։ Իսկ եթե ոչ, թեպետ դուք չեք կարող այս թեմաների մասին խոսել պարլամենտում։ Չեք կարող, որովհետև դուք գտնվում եք ուղիղ կրիմինալի ազդեցության տակ։ Իսկ եթե ոչ, մանդատները անպայման խորհուրդ եմ տալիս վերցնել ու ուտել անպայման այդ մանդատները։ Կամ մտցնել ձեր համապատասխան տեղը։ Վերցրեք մանդատները եւ կերեք։ Ես ձեր տիրոջ մերը